Հայաստան Եվրամիություն, հարաբերություններ, կրթություն և երիտասարդություն։ Այս խորագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ուսանողների հետ հանդիպեց Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Դեսպանը վստահեցրեց, որ Եվրամիությունը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, կարևորելով հատկապես կրթական ծրագրերի ֆինանսավորումը։ Եվրամիությունը մշտապես պատրաստ է ներդրումներ կատարել կրթական ոլորտում, որովհետև մարդկային կապիտալում արված ներդրումը ամենակարևորն է, այն ներդրում է նաև սոցիալական համակարգերում, տնտեսության մեջ։ Փոխադարձ շփումները, այցելությունները, կրթական ու մշակութային երկխոսությունը շատ կարևոր է կրթական ծրագրերում։ Մարդ-մարդ շփումը չափազանց կարևոր է։ Հայ երիտասարդները, ուսանողները պետք է կարողանան շրջագայել Եվրամիության երկրներում։ Մենք աշխատում ենք վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ։ Հայաստանի համար նոր ու վստահելի շուկաներ կարող են համարվել Եվրամիության անդամ երկրները, ապագա տնտեսագետներին վստահեցրեց դեսպանը։ Բոլորովին վերջերս էլ հայկական ձկնամթերքի առջև է բացվել եվրոպական շուկան, այնպես որ հայկական ձուկը կհասնի մինչև Եվրոպա։ Եվրամիության, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր է նաև տարածաշրջանի խաղաղությունն ու արդարությունը։ Ուզում եմ հատուկ ընդգծել, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղության և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կայունության հաստատմանը։ Խաղաղության և ռազմագերիների հարցերը հայերի և Հայաստանի համար շատ զգայուն թեմաներ են, ընդգծեց դեսպանը։ Եվրամիության առաքելությունն ուշի ուշով հետևում է զարգացումներին, ինչպես և Հայաստանը ցանկանում ենք, որ գործընթացը լինի արդար։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։